Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է անտապանի քննարկում հաղորդաշարն է եւ զրուցակիցս է Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, պարոն Հակոբյան, ողջունում եմ մեր տաղավարում։ Մեր հանդիպումները արդեն ավանդական են դարձել, մենք փորձում ենք շաբաթվա վերջում ամփոփել ամենակարևոր իրադարձությունները, ուստի ես առաջարկում եմ սկսել ներքաղաքական զարգացումներին, 3 եղան ձերբակալություններ, ժողովրդական որոշակի ընդվզումներ, ինչ է տեղի ունենում ձեր կարծիքով։ Տեսեք, սա կարծում եմ շատ կարևոր է այն տեսակետից, որ ընկալումը տեղի ունեցողի լինի ամբողջական եւ հնարավորինս ճշգրիտ։ Այսինքն ես տեղի ունեցողը կբաժանեի երկու հատվածի։ Մի հատվածը դա նախընտրական պայքարն է, որը Նիկոլ Փաշինյանը սկսել է եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, քաղաքական կոչվող դաշտում քաղաքական կոչվող ուժերի մեծամասնությունը այդ պայքարում են եւ նախընտրական եւ պատրաստվում են այսպես կոչված 26 թվականի ընտրություններին հնարավոր կամ որևէ արտահերթ, որը դեռ հնարավոր է։ Մյուս խնդիրը, որին նույնպես անդրադարձել ենք, դա եկեղեցուն ուղղված արշավն է, եկեղեցու դեմ ուղղված արշավն է, եւ սա նախընտրական պայքարի այդ համատեքստից դուրս է նաեւ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ մենք նշել ենք, ինքը հանդիսանում է հակապետական, ապազգային, կորպորատիվ, օտարի շահերը սպասարկող իշխանական համակարգի հերթական ներկայացուցիչը։ Եվ եկեղեցին հենց, ես ուզում եմ սա նշեմ, ինստիտուցիոնալ իմաստով, եկեղեցին ինքը շատ կարևոր եւ շատ վտանգավոր հակառակորդան Նիկոլ Փաշինյանական իրական Հայաստան կոչվող այդ հայեցակարգի համար, որովհետև եկեղեցին փաստացի պահպանված միակ ազգային կառույցն է մնացել։ Եվ հաճախ եկեղեցին եւ եկեղեցականներին նույնացնում են, դա այդպես չի։ Կան իհարկե եկեղեցականներ, որոնք խոցել են եւ Նիկոլ Փաշինյանը հենց այդ խոցելի եկեղեցականների վիճակը օգտագործելով փորձ անում մտնել եկեղեցի եւ հիմնակարով քանդել եկեղեցու ազգային բովանդակությունը, բայց կան հոգեվորականներ, որոնք իրական Աստծո եւ ազգի ծառաներ են։ Եվ Նիկոլ Փաշինյանի հիմնական հարվածը ուղղված է դեպի եկեղեցուն։ Ես ասեմ կարճ մի հատ էքսկուրս անենք, պատմական, շատ կարճ։ Այն ինչ որ կատարվեց 3 Մայրաթոր Էշմիածնում, երբ որ զորքով փաստացի, զորքով մտել էին Մայրաթոր Էշմիածին եւ փաստացի, չգիտեմ, իրավապահ են կոչվում դրանք, ինչ են կոչվում, կարևոր չի, փաստացի ռազմական գործողություն եկեղեցին գրավելու եւ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականին ուժով բռնելու եւ դուրս հանելու այդ բանը գործողությունը կարելի է համեմատության մեջ դնել դարերի ընթացքում հայ առաքելական եկեղեցուն, մասնավորապես Էշմիածնին, որ իշխանավորներ կամ բռնապետներն են այդպես վարվել։ Օրինակ 17-րդ դարի սկզբին տենց է վարվել հայ ժողովրդի մեծագույն թշնամիներից մեկը Շահ Աբբասը։ Երբ որ նա նպատակ է ունեցել արմատախիլ անել հայությունը առնվազն այս Արարատյան դաշտավայրից, առնվազն Արևելյան Հայաստանի մեծ հատվածից, եւ նա անգամ մուտք է գործել էլի ուժով եկեղեցի եւ նպատակ է ունեցել նաեւ, որպեսզի արմատախիլ անելը հիմնավորել, որ Էշմիածինը քար առ քար տանի եւ Իրանում Պարսկաստանում այդ ժամանակվա այնտեղ կառուցի, որպեսզի հայերը եւ չվերադառնան Հայաստան եւ հայաթափում իրականացնեն, որը մասնակցորեն Արևելյան Հայաստանի մասով իր մոտ ստացվեց եւ թյուրքական ցեղերի ծանրակշիռ ներկայությունը այդ իմաստով դարձավ առարկայական։ Մինչդեռ նշեմ, որ Շահ Աբբասը ինքը թյուրքական ծագում ուներ։ Մյուս նմանատիպ ուժային
հարձակումը եկեղեցու վրա եղել է 18-րդ դարի սկզբերին, երբ որ, եթե չեմ սխալվում, գեներալ Ցիցիանովը, ռուսական զորքը, նույն ձևի մտավ եկեղեցի, Էջմիածին եւ թալան կատարեց Էջմիածնում։ Այսինքն 19-րդ դարի սկզբից սկսվում է ռուսական փուլը, այսպես կոչված։ 19-րդ դարի սկզբին դա արվեց, հետո 20-րդ դարի սկզբին հայտնի Նիկոլայ II-ը եկեղեցուց իմիջիալոց իր հոր արժանավոր ժառանգորդը եկեղեցու նկատմամբ արշավ սկսեց եւ եկեղեցու ունեցվածքը բռնագրավեց եւ դպրոցները սկսեցին փակել, իր հայրն էլ ժամանակին հայկական եկեղեցիներ հարյուրներով փակել, խոսքը գնում է իմիջիալոց ասեմ արևելյան Հայաստանի մասին։ Եվ հետո եկան բոլշևիկյան այսպես կոչված փուլին, երբ որ որպես չարագործությունների գագաթնակետ խեղդվեց, սպանվեց փաստորեն կաթողիկոս է վեհարանում։ Հիմա նմանատիպ գործողություն է իրականացնում ուժային 1000-ի կարգի, չգիտեմ, 1000 էր, ինչքան էր, բայց շատ։ Դա էլ ուզում ասել, դուք ուշադրություն դարձրեցիք, ինչքան է։ Այո, 1000-ի կարգի էլ ոստիկաններ, էլ կարմիր բերետավորներ, էլ աղածականներ հարձակվել էին հայ առաքելական եկեղեցու նստավայր մի մարդ ձերբակալելու համար։ Այո, մի մարդ հենց այդ եմ ես դա ասում, այսինքն բարձա որ գործողության նպատակը դա չէր, գործողության նպատակը եկեղեցին հեղինակազրկելն էր։ Գործողության նպատակը, այսինքն թիրախը առանձին գործիչները չեն։ Ենթանենք Միքայել Սրբազանը, նա թիրախ է, որովհետև Միքայել Սրբազանը իմ խորին համոզմամբ այն եզակի մնացած հոգևորականներից է, որը ազգային է եւ այսպես ասենք, ինչպես ինքն է իր մասին ասում ես սուրբ չեմ, բայց քիչ խոցելի է։ Եվ այդ տեսակետից Միքայել Սրբազանի հեղինակությունը Շիրակի թեմի առաջնորդի շատ բարձր էր եւ Միքայել Սրբազանը պարտադիր էր, որ իմ կարծիքով որ նա հալածվի եւ փաստացի այսօր առավոտյան կալանավորվեց 2 ամսով, բայց ընդհանուր առմամբ թիրախը եկեղեցին է, որովհետեւ այդ ինստիտուտներից մեկն է պահպանված, որի վրա դեռևս հայկականությունը հենվում է։ Եկեք մի հատ հասկանանք ինչքանով է օրինական, որովհետև ֆորմալ տեսակետից իշխանությունները փորձում են մնալ, այսպես ասած, օրենքի տարի շրջանակներում, արդյոք այդպես է։ Տեսեք, ես իրավական գնահատական դժվարանում եմ տալ են իմաստով, որ ինքս իրավաբան չեմ, բայց ես կարող եմ ասել, որ սա եւ նաեւ հետևելով այն գնահատականներին, որ արդեն մասնագիտական իրավաբաններն են տալիս, որ սա նորից հենքում իրավական խախտումը չի, այսինքն հենքում հանցագործությունը չի։ Անդրադառնանք նրան, թե ինչից է տվյալ դեպքում Միքայել Սրբազանի պարագայում ինչից է դա սկսել։ 20 թվականի պատերազմի ընթացքում նա արտահայտություն է արել, որ այս իրավիճակում փոփոխություն է պետք, որտեղ տեսել է, որ մենք պարտվում ենք եւ կազմակերպված պարտություն է եւ այն ժամանակվա քաղաքական եւ ռազմաքաղաքական վերնախավը չի կարողանում խնդիրները լուծել։ Եվ մենք կորցնում ենք Արցախը եւ այդտեղ ինքը ինչ-որ իմաստով ազգասիրության եւ ինչ-որ իմաստով նաեւ զգայական հայտարարություն արել, ասել է, որ պետքա ռազմական հեղաշրջում անել, որպեսզի իրավիճակի փոփոխություն լինի։ Պատերազմի ընթացքում 4 տարի, 5 տարի առաջ փաստացի։ Հետո 23 թվականի վերջերին էլի Արցախի հայաթափումից հետո, ինչքան ես հասկանում եմ ժամանակագրորեն, էլի արդեն լրագրողը ասել է, բա դուք ժամանակին sense բան եք ասել, մարդը ասել է, որ այո, ասել եմ։ Չի հրաժարվել իր ասածից, եւ բացատրել է ինչի է ասել։ Բայց կոչը 23 թվականին դա չի եղել արդեն։ Նա պարզապես վերահաստատել է, որ այդ կոչը ինքը ժամանակին արել է, այսինքն 5 տարի առաջ։ Փաստացի նա չի 23 թվական չի ասել, այ հիմա դա անենք։ Նա փաստն է արձանագրել, որ ի տարբերություն մնացած նմանատիպ դեպքերի մեր ռազմական եւ իրավապահ վերնախավը կրավորական կեցվածք ունեցել եւ ինքը ծառայամիտ է եւ հայրենիքի խնդիրները իր համար առաջնային չի իր ընկալմամբ։ Այսքանը։
Եվ հիմա տարիուկես հետո փաստացի վերջի հայտարարություն, որը հայտարարություն չէր ռազմական հեղաշրջման, այլ վերահաստատումներ նրա, որ ինքը 5 տարի առաջ դա ասել է։ Հա? Հիմա այդ հենքով այսենց բեմադրություն են ձևանանում, ներկայացում են բեմադրում եւ հարձակվում են բանի վրա։ Հայ առաքելական եկեղեցու վրա։ Նման արտահայտություններ կամ նման կոչեր ամեն խոհանոցում է հնչում հիմա այն ինչա մենք նորից անցանք այն ժամանակները երբ խոհանոցում շշուկով պիտի ինչ-որ բաներ քանի գնում է այո քանի գնում է ավտորիտարիզմը եւ բռնապետությունը Հայաստանում դառնում է առօրեական եւ դա հասկանալի է եւ տեսանելի է եւ Նիկոլ Փաշինյանական վարչակարգը բնական է եւ երեկվա դեպքը հենց դրա փաստագրումն է հենված է ուժային կառույցների վրա եւ ուժային կառույցները այսինքն նա չունի աջակցություն հայ կոչվող ժողովրդից նա չունի աջակցություն հայությունից ընդհանուր առմամբ նա հենված է ուժային կառույցների վրա եւ իր նոմենկլատուրայի վրա շահառուների վրա այս վարչակարգից եւ այո մարդիկ հիմա շատ զգուշանում են իրենց այսպես ասած ոնց են կոչվել դեմոկրատիայի չգիտեմ ինչն ենք մենք հա փարոսն ենք ինչն ենք sense ինչ-որ մի հատ գնահատական էին տալիս իբր թե Հայաստանին մարդիկ այդ դեմոկրատական ժողովրդավարական փարոսում այսօր պետքա խոհանոցներում խոսեն եւ խոհանոցներում զգույշ խոսեն որ հանկարծ հարևանը դա չլսի եւ տեղ չհասցնի որից հետո կարող է միընտրանք մի բրիգադ կարմիր բերետավորներ գան եւ ջարդու խորթանեն եւ մարդուն եւ կեցավայրը բայց անդրադառնալով եկեղեցուն տեսեք այս արշավը եկեղեցու դեմ ինքը նաև դրսևորումն է այն ներ ինչպես եւ ասացի ներ համակարգային պայքարի որ արկա է Նիկոլ Փաշինյանը տեսանելիորեն շեղվում է դեպի թուրքական կողմ ինչի իմ կարծիքով որովհետեւ թուրքական կողմի զորությունը տարածաշրջանում եւ մասնավորապես հարավային Կովկասում էապես ավելացել է քան ռուսականը եւ նորից իմ կողմից բարբերաբար նշված ռուս-թուրքականից հաղորդակցվող անոթների համատեքստում Նիկոլ Փաշինյանը բացի հայկական հարցը փակելու իր գերխնդրից, որի դրսևորումը մենք ունեցանք նաեւ երեք, ունի իր իշխանությունը հարատևելու խնդիր եւ հենվում է ցանկացածի վրա, որ որոշակի ավելի ամուր երաշխիք կտա։ Եվ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Թուրքիա մի շաբաթ առաջ մոտավորապես Էրդողանի հետ հանդիպումը այդ համատեքստում էր։ Բարձր ռուսական կողմի դժգոհությունը դա առաջացնում։ Ռուսական կողմը դեմ չի, որ հայկական պետությունը հայկական չլինի, որ հայկականությունը հայկական պետության կոչվածից դուրս մղվի եւ ընդհանուր առմամբ որ հայկական պետությունը որպես ինքնուրույն սուբյեկտ չլինի։ Անկամ եթե ինքնիշխանությունից էլ վերջնականապես հրաժարվեն եւ մտնեն որևէ մեկի կազմի մեջ, ավելի լավ։ Դա ռուս-թուրքական հենքային նպատակն է, բայց ռուսները դժգոհ են նրանից, որ այդ Հայաստանը որպես մանրադրամ վաճառք իրականացնող Ռուսաստանը դարերի, այսօր ինքը չի այդ խնդիրը լուծում, այսօր այդ խնդիրը լուծում է Հայաստանը տիրող վարչակարգը, ուղիղ է լուծում առանց միջնորդի, ուղիղ թուրքերին Հայաստանը հանձնվում է գործող վարչակարգի կողմից, ռուսները դրանից դժգոհ են, այսինքն վերահսկողություն են կորցնում, այսինքն թուրքական ազդեցությունը թուրք-ադրբեջանական, կարելի այսպես կոչվել ազդեցությունը տարածաշրջանում մեծանում է եւ ռուսների վերջնական դուրս մղման հարցը առաջանում։ Հիմա ռուսները դրանից դժգոհ լինելով փորձ են անում այդ ներ համակարգային պայքարում ռուսական կողմը ներկայացնողներին ուժեղացնել եւ բանանել եւ ակտիվացնել։ Եվ այս դեպքերը նաև այդ համատեքստում պետք նայել։ Դուք կարծում եք, որ որոշակի քայլեր կան ակտիվացման, դուք տեսնում եք, որ ասենք այդ համատեքստում սա Նիկոլ Փաշինյանի կողմից որոշակի արձագանք էր, թե այնուամենայնիվ ուրեմն
Փաշինյանը նախահարցակ եղավ էս։ Տեսեք, Փաշինյանը եւ արձագանքեց եւ նախահարցակ եղավ, այսինքն երկուսը իրար հետ։ Արձագանքելով նախահարցակ եղավ, այսինքն արձագանքը ավել էր, քան այդ պահին ռուսական ազդեցության գործակալների քայլերը եւ այս ուղերձը իմ կարծիքով ոչ միայն ներքին կամ ավելի շատ ոչ թե ներքին ուղերձ էր, ներքին այսպես կոչված ներհամակարգային, նորից եմ կրկնում, իշխանական համակարգի մասն է խոսքը, ներհամակարգային ուժերին, որոնք համակարգի մեջ ուզում են իշխանությունը Փաշինյանից վերցնեն, այլ նաև ռուսական կողմին իդեմս նույն Վլադիմիր Վլադիմիրովիչի, որ հարգելիս ես ենթադրաբար, ես եմ ասում, հա, ենթադրաբար նա ասում է, որ քարտ բլանշ եմ ստացել Էրդողանից իմ գործողությունների համար Հայաստանում, ունենալ եմ իր աջակցությունը, այնպես որ դու հաշվի առ այդ փաստը։ Դրան արձագանքում են նաև ռուսական կողմը, ենթադրենք ասում են, այ մենք Փաշինյանին հեսա իրաց փոխվարչապետներից մեկը, որ հաճախ է Հայաստանի մասին խոսում, այ մենք Փաշինյանին հեսա կուղարկենք, վերջուկ, եթե չեմ սխալվում ազգանունը, հա, մենք Փաշինյանին կուղարկենք մի հատ բան, բացատրագիր, թե ինչպես նա չի կարող Եվրոպայի մաս լինի, միաժամանակ ԵԱՏՄ մաս լինի եւ այլն։ Այսինքն այդ ռուսական կողմի արձագանքը դժգոհության արձագանքը, նրան թե ինչ է կատարվում Հայաստանում, շարունակվում է։ Տեսեք, ասես կարևոր բան ասեմ։ Ի վերջո Արցախի հանձնման գործողությունը, որը անթաքույց ռուս թուրքական գործողություն էր, Ադրբեջանն որպես պրոքսի, հա, Ադրբեջանը կատարող մասն էր, բայց համաձայնությունը աշխարհաքաղաքական մակարդակով ռուս թուրքական էր եւ մնացած կենտրոնների հետ էլ համաձայնեցված։ Ուներ հետեւյալ իմ կարծիքով եւ դա տեսանելի էր եւ դա հենց տենց էլ սկզբից սկսվեց նպատակը Արցախը վերադարձվում է Ադրբեջանին, բայց Արցախում, որը նույնն է Ադրբեջանում արդեն, որտեղ Արցախը դա Ադրբեջանն է, այդ բանով բովանդակությամբ էր այդ գործողությունը կատարվում եւ իզուր չէ, որ Պուտինը մի քանի անգամ դրա մասին այն ժամանակ 20 թվականի վերջին եւ 21 թվականի սկզբին ասաց, որ Արցախը դա Ադրբեջանն է եղել միշտ։ Միջազգային հանրությունը այդպես է դա ընդունել։ Բայց Ադրբեջանը իդեմս Արցախի պետք է լինի ռուսական զորք։ Այսինքն ռուսական ռազմական ներկայությունը ապահովելու է ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Այսինքն Ադրբեջանում ռուսական զորք չկար, այդ պատերազմից առաջ Վրաստանում չկար, կար միայն Հայաստանում։ Հիմա Արցախը տալիս ենք Ադրբեջանին եւ ռազմական ներկայություն ենք ապահովում։ Ուկրաինայի պատերազմի արդյունքում Ռուսաստանի թուլացման արդյունքում ինչ եղավ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրեց Ռուսաստանին, որ հայաթափում լինի, այսինքն ռուսները դրան աջակցեն եւ ռուսական զորքը դուրս մղվի։ Եվ ռուսները դուրս եկան, որտեղ նրանք կախվածություն ունեն թուրք-ադրբեջանական տանդեմից ուկրաինական պատերազմի համատեքստում։ Նավթ են վաճառում, գազ են վաճառում, լոգիստիկան է այդ տարածքով գնում։ Մյուս բանը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը արեց, հայ-ադրբեջանական ամբողջ երկայնքով ռուսական հենակետեր էին դրեց ռազմական, դրանք դուրս մղվեցին։ Եվ ռուսները սուսուփս, հիմա ռուսները անհանգստանում են, որ իրենց վերջնական ներկայությունը տարածաշրջանում, իդեմս ռազմակայանի Հայաստանում, Գյումրիի մասին, դա էլ է դուրս մղվելու։ Եվ այդ դուրս մղողը Փաշինյանը չի, ես ուզում եմ հասկանան բոլորը։ Դուրս մղողը թուրք-ադրբեջանցիներն են, ռուսների դաշնակիցները։ Պարզապես իրանց մեջ վերաբաշխում է գնում ազդեցության գոտիների։ Եվ ասել, որ ռուսները այստեղ ներկա են Հայաստանը թուրքերից պաշտպանելու համար, ապա այսօր գոնե Արցախից հետո, Արցախի դեպքերից հետո, դա այդ բաները ասող կամ ուղիղ ռուսական գործակալներ են, կամ անմեղսունակ մարդիկ են։ Ռուսները այստեղ են, որպեսզի իրենց ազդեցությունը տարածաշրջանում կարողանան պահպանել։ Իսկ քանի որ ազդեցությունը շեղվում է դեպի թուրք-ադրբեջանական տանդեմ, թուրք-ադրբեջանցիներին պետք չի, որ ռուսները այստեղ այդ ազդեցության չափ ունենան։ Ես կուզեմ մենք առանձին անդրադառնանք Փաշինյանի այցին, ուրեմն
Թուրքիա, հանդիպում Էրդողանի հետ, ինչ տեսանք մենք այնտեղ։ Տեսեք, մենք տեսանք բանի շահերի սպասարկուի այցելություն պատրոնի մոտ։ Պատրոնը Էրդողանը, շահերի սպասարկողը Փաշինյանը։ Ընդհանուր առմամբ առ այս պահը որևէ հստակ բովանդակային տեղեկատվություն մենք չստացանք, թե ինչի շուրջ են իրականում պայմանավորվել, բայց այն լուրերից, որ արտահոսք եղավ կամ պաշտոնապես հայտնվեց, հասկանալի է, որ փորձ է արվում Թուրքիայի միջոցով համակարգել, համահարթել, ասենք ասենք, հայ-ադրբեջան Ալիևետ հարաբերությունները, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով այն բոլոր զիջումները, որ թուրք-ադրբեջանական կողմը համատեղ անում է, ցեղասպանության ճանաչման խնդիրներից սկսած եւ հատուցման խնդիրներից սկսած դրա մասին մոռացություն, մինչեւ հարյուրավոր հազար ադրբեջանցիների 300,000 թիվն է ասում Ալիևը, մուտքը վերադարձը ճակերտներն դեպի Հայաստան։ Էլ Զանգեզուրի Միջանցք ձևակերպում է ինչպեսին ուզում լինի կարևոր չի, բայց բովանդակությամբ Միջանցք։ Այստեղ ես ուզում եմ անպայման մի հարց տալ, որովհետև դա որևէ ձևով հայկական դիվանագիտության կոնտեքստում չի լինում։ Եթե խոսքը գնում է Հայաստանի սովետական Հայաստանից արտաքսված ադրբեջաներցիների վերադարձի մասին, ապա կա դրա հայելային եւ բազմապատիկ ավելի շատ հայությունը Ադրբեջանում, այսինքն եթե վերադարձի մասին են խոսում, պիտի խոսեին երկուստեք։ Ինչու հայկական դիվանագիտությունը ոչ մի անգամ չի հիշատակում ադրբեջանական ԽՍՀ-ից ցեղասպանության միջոցով արտաքսված մարդկանց, ես նկատի ունեմ եւ Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ եւ հենց բուն Արցախ։ Տեսեք, Փաշինյանը մի քանի անգամ դրան ձեր ասած այդ հայլային այդ մոտեցման մասին խոսել է, բայց ընդհանուր առմամբ ձեր ասածը ճիշտ է, որ հայկական կողմը այդ հարցը չի բարձրացնում եւ չի սրում նույն մակարդակում, ինչ մակարդակով ադրբեջանցիք են դանում։ Դա պարզ պատճառաբանություն է։ Փաշինյանը չի խոսում անգամ Արցախից արտաքսվածների վերադարձի մասին։ Չի խոսում։ Այսինքն էլ ցեղասպանություն բառը դուք օգտագործում, ինչ ցեղասպանություն, ամոթ չի ցեղասպանություն։ Վերջացել է, եղել է, չենք շղթում, բայց չենք էլ հետամուտ լինում, որովհետև վերջացավ։ Մենք նոր զրոյական ոնց որ ինքնասիրում ասել, Թուրքիայում էլ չէ նույն բանը ասում, մենք զրոյական կետից ենք սկսում։ Հայ-թուրքական հարաբերությունները եւ այստեղ ինքը էլի հերթական թվացial ոչ այդքան երանգային իմաստով կարևոր, բայց իմ կարծիքով խորքային ձևակերպում տվեց։ Բայց եկեք հասկանանք, որ սա հայ-թուրքական չի, դա Հայաստան-Թուրքիա հարաբերություններ են։ Այսինքն հայ-թուրքականը իր մեջ ունի նախապատմություն, իր մեջ ունի հայեր, որոնք Հայաստանում չեն ապրում, այսինքն հայության խնդիր ունի, այդ թվում նույն ցեղասպանության, հայրենազրկման եւ այլն, նա դրանից դուրս է գալիս։ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան։ Եթե ադրբեջանական կողմը ադրբեջանցիների խնդիր է լուծում, ոչ միայն պետության, այլ նաև ժողովրդի այսպես կոչված, ապա հայկական կողմ կոչվածը դրանից հրաժարվում է։ Հրաժարվում է։ Դա մյուս կարևոր բան էլ կա։ Եթե ադրբեջանցիների ներկայության ճակերտներում հնարավոր ներկայությունը Հայաստանում լինի, եւ մենք հերթական արհավիրքի հետ առերեսվենք, որտեղ ադրբեջանցիք եթե գան Փաշինյանի աջակցությամբ, նրանք գալու են եւ կոմպակտ ապրեն։ Տարբեր Հայաստանի տերություններում, այստեղ մի բան ասեմ, եւ ձեր հարցին պատասխանելով։ Եվ իրանց անվտանգության երաշխավորը Հայաստանում լինելու է հայկական կողմը, Փաշինյանի կառավարությունը։ Եթե պայմանական հայ-ադրբեջանական որևէ բախում լինի, պատժվելու է պարզա, չէ՞ որ հայը։ Իսկ Ադրբեջանում հայերի անվտանգությունը բնականաբար ապահովված չի որևէ կերպ։ Նայեք, այստեղ էլի ուրեմն տերմինների խառնաշփոթություն կա, ես ուզում եմ մենք հստակեցնենք մեր հեռուստադիտողների համար։ Երբ որ դուք ասում եք ադրբեջանցի, դուք ինչ նկատի ունեք, ազգություն թե քաղաքացիություն։ Տվյալ դեպքում որովհետև եթե անգամ այսպես նայենք, որ ուրեմն եթե Արցախը Ադրբեջանը միջազգային ուրեմն տեսանկյունից
ապա Արցախում բնակվող մարդիկ բոլորը ադրբեջանցիներ են ըստ քաղաքացիության, ապա Հայաստանում հիմա 100,000-ավոր ադրբեջանցիներ կան ճակերտների մեջ այդ իմաստով։ Եթե ազգային իմաստ եք դնում, այդտեղ է խնդիրը առաջանում, ինչի մասն է խոսքը։ Ես ադրբեջանցի տերմինի տակ ինքս ոչ մի բովանդակություն չեմ դնում, որովհետև դա կեղծ Հենց դա եմ էությունն է, բայց ելնենք նայած թե ինչ բովանդակություն են դնում, ենթադրենք Ալիևները, հա? Նրանք էթնիկ բովանդակություն են դնում։ Էթնիկ։ Այո։ Այսինքն Հայաստանի Հանրապետության սովետական կամ ոչ սովետական այդքան էական չի, քաղաքացիներ, բայց էթնիկ ադրբեջանցիներ, ավելին։ Նրանք ասում են, որ էթնիկ ադրբեջանցիները, որը կեղծ կատեգորիա է, այսպեսի բան չկա փաստացի, հա, էթնիկ ադրբեջանցիները իրենց բնորանից են դուրս մղվել։ Այսինքն, եւ ասում են արևմտյան Ադրբեջան։ Չեն ասում Հայաստան, ասում են արևմտյան Ադրբեջան։ Սա իր էությամբ շատ կարևոր է, այսինքն նրանք արևմտյան Ադրբեջան ասած, այսինքն այսօրվա փաստացի ամբողջ Հայաստանը դիտարկում են որպես իրենց տարածք, իրենց էթնոսի տարածք։ Եվ այդ խնդիրը դեպքում մենք եթե գործ ունենք էթնիկական ձևակերպումների հետ, գործ ունենք իրենց մատուցմամբ։ Այո, այդ դեպքում այլ ճանապարհ քան էթնիկական պատասխան կամ հայերային էթնիկական պրետենզիաներ գոյություն չունեն, բայց մեր ունեն այլ ճանապարհ գոյություն ունի, այլ ճանապարհը հետեւյալն է, որ էթնիկ ադրբեջանցիներ կոչվածը իրանք վարձահատույց են եղել եւ ստեղից թողի գնացել են։ Ոչ թե մորթվել են, կոտորվել են, ոնց որ հայկական կողմը եւ ամեն ինչ բռնա գանձվել է եւ բռնա զավթվել է իրանց ձեռքից։ Այլ ճանապարհ են դրել եւ փոխհատուցումներ են տվել։ Հիմա կարան փոխհատուցման խնդիր բարձրացնեն, թող բարձրացնեն։ Բայց իրան գնացել են եւ սա իրանց էթնիկ տարածքը չի եւ խնդիրը պետքա խիստ դնել։ Եվ խիստ դնել, որ էնել ոչ միայն մեզ մորթել եք, կոտորել եք, ցեղասպանել եք, դա նաեւ մեր տարածքն է։ Մեզ մորթել եք մեր տարածքում, իսկ ձերոնք խելոք թողե գնացել են փոխհատուցումով, էլի մեր տարածքից։ Եթե մենք ունենանք ազգային պետություն, ազգայնական իշխանություններ, ապա խնդիրը այդ տիրույթում պետք է լուծվի եւ նորից շատ կարճ եւ կար այդ ժամանակին Ացյանը, որին կարելի էր նոր մանդատ տալ Մինսկի խմբի մասնախոսքը եւ հայ-ադրբեջանական եւ նաեւ հայ-թուրքական խնդիրների լուծում տալ։ Պարոն Հակոբյան, դուք խոսեցիք Փաշինյանի այցելության մասին Թուրքիա, պատրոն, ես չգիտեմ, շահերի կատարող եւ այլն, բայց հենց այդ ընթացքում, երբ Փաշինյանը Թուրքիայում է, իսլամական պետությունների արտաքին գործերի նախարարների համաժողովի ժամանակ Հայաստանը մեղադրվեց խաղաղությանը խոչընդոտելու մեջ, այսինքն այնպես չէր, որ Թուրքիա գնալը կարծես թե ավելի ջերմացրեց այդ հարաբերությունը, ինչով կբացատրեք։ Տեսեք, սա բանի մտրակի եւ գաթայի բանն է, սկզբունքն է օգտագործվում։ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպեց ամսի 20-ին, հունիսի ամսի 21-ին եղավ հետ իսլամական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որտեղ հայտարարության մեջ Հայաստանը երկու կետով է ներառված։ Մի կետը այն է, ինչ որ դուք ասում եք, այսինքն ողջունում են, որ բան է լինում, խաղաղության պայմանագրի բանակցությունները ավարտեն, փաստաթուղթ կա։ Բայց նաև Հայաստանն ասում են, դու պարտավորություններ ունես, որը կապված է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, դա հասկանալի է, չէ՞, նորից այնտեղ չի դա արտահայտվում ուղիղ, բայց դա նորից այդ բանի սահմանադրության փոփոխություն եւ այլն, այդ համատեքստում է ասվում։ Արեք որ ավարտվեք, այսինքն հայկական կողմն է պատասխանատու, որ չի ավարտվում։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին այդ մասը մցրել է։ Այսինքն միևնույն է Փաշինյանից այդ պահանջը արվում է։ Ես հասկանում եմ, որ դրանից թուրք-ադրբեջանական կողմը չի հրաժարվելու։ Եվ ընդհանրապես որևէ պահանջ որ դնում են, իրանք չեն հրաժարվում։ Փաշինյանն էլ հանձն է առել այդ խնդիրները լուծել։ Հարցը ժամանակն է, Փաշինյանը բան է անում, խնդրում է, նույնիսկ եմ կրկնում, որ ինձ հնարավորություն տվեք։ Ինձ հնարավորություն տվեք։ Եվ այս արդեն նույնիսկ անդրադառնում նախորդ հարցին, այս հայկական
բան սյուն եկեղեցու ազգային եկեղեցու վրա հարձակումը նորից նույն համատեքստը չէ որ զուգահեռ եղավ Փաշազադեի հայտարարությունը հայկական եկեղեցու վերաբերյալ Ալիևի հայտարարությունը հայկական եկեղեցու վերաբերյալ աղվանական եկեղեցի դարձնելու հայկական ամբողջ եկեղեցական հոգևոր ժառանգությունը դա զուգահեռ բառացի ժամանակագրական եւ բովանդակային զուգահեռ արվում Փաշինյանի գործողությունների հետ նա չի հրաժարվում ոչ որևէ թուրք-ադրբեջանական պահանջ կատարելուց ժամանակի խնդիր է դնում ասում եթե ես հիմա օրինակ գնամ բանի փոփոխության սահմանադրական ես չկարողանամ դա անել թողեք ես ընտրությունները ինձ թուղթ տվեք որ ես ընտրությունները խաղաղություն թուղթ կոչված որ ես ընտրությունները շահեմ ճակերտներում ընտրությունները որ ես դա ամբողջը անելու եմ բայց թուրք-ադրբեջանական կողմը շատ հստակ շատ բան հետևողական ճնշումը չի թույլատնում այլ ավելացնում եւ հնդածս հնարավորինս բաներ ա ձեռք բերում Փաշինյանական վարչակարգից բոնուսներ աստանում վկա եկեղեցու վրա հարձակումը բայց մյուս կետը որին մենք անդրադարձանք էլի կարևոր է այդ նույն համաժողովի այդ վերջնական փաստաթղթում գրված է որ հարավոր հազար ադրբեջանցիներ ինչ որ մենք խոսեցինք ինձ բնորանից դուրս են մղվել հայկական կողմը պետք է ամեն ինչ անի միջազգային օրենքներին համապատասխան որ նրանք վերադառնան Այսինքն իսլամական պետությունները կազմակերպությունը որպես այդպեսին նմանատիպ հայտարարություն է անում այսինքն դա միջազգային օրակարգ է դարձրել թուրք-ադրբեջանական կողմը ադրբեջանցիների վերադարձը Հայաստան այն դեպքում ինչ որ դուք արդեն ասեցիք հայկական կողմի եւ հայկական տարածքներում ազգային եւ պետական եւ պատմական տարածքների հայազրկումը եւ ցեղասպան հայազրկումը ոչ մի փաստացի եւ ոչ մի վարչակարգ Հայաստանի Հանրապետության 40 տարվա չի դարձրել միջազգային օրակարգ չի դարձրել ոչ Սումգայիթը դարձավ ոչ Բաքուն դարձավ ոչ Գանձակը դարձավ ոչ Մանրաղանդը ոչ մեկը ոչ Նախիջևանի մեջ Խաչքարերի հովիտի ոչնչացումը եւ ոչ մեկը չդարձան միջազգային բանի միջազգային մակարդակի օրակարգ չդարձան այնպես որ ինչ որ Փաշինյանը անում է արել են միջև Փաշինյանը նույնպես դա մասը ընդհանուր համակարգ է եւ ընդհանուր համակարգի գործողությունն է եւ վերջնական այդ համակարգի այս պահի վերջին առաջնորդողը Փաշինյանը հարցը փորձում է վերջնականացնել եւ փակել հայկականության հարցը, Հայաստանի հարցը եւ իրանց իշխանության հարատևման հարցը։ Անդրադառնանք մեկ այլ թեմայի, Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը, պատերազմին, որը որ Ամերիկայի միջնորդությամբ կարծես թե որոշակի հրադադար է եկել եւ անդրադառնանք այժմյան զարգացումներին կան, ասենք, որոշակի կասկածներ ու մեղադրանքներ Ադրբեջանին, որ ուրեմն իսրայելյան հարձակումը կատարվել է նաև Ադրբեջանի տարածքից, սա ինչ որ լարվածության կարող է բերել Իրանի եւ Ադրբեջանի միջև։ Տեսեք, ընդհանուր այդ պատերազմին անդրադառնալուց առաջ անդրադառնանք, քանի որ ադրբեջանցի ենք խոսում, այդ հարցին հետո ընդհանուր պատերազմից կխոսենք։ Լարվածությունը առկա է, բայց Իրանը այս պահին շատ բարձրաձայն միջազգայինորեն բարձրաձայնելով այդ խնդիրը եւ Իրանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ եղել է այդ խոսակցությունը, որտեղ Իրանի նախագահը ասել է, որ մենք տես տվյալներ ունենք, որ ձեր տարածքը օգտագործվել է մեր վրա հարձակում գործելու համար, մասնավորապես օդային տարածքի մասին է խոսքը, եւ Ալիևը ասել է տես բան չկա, բայց իրանական կողմը պնդել է, ասել է, խնդրում եմ հետաքննություն արա ու պատասխան տու արդեն պաշտոնական հետաքննությունից հետո դրան անդրադարձել է նաեւ Իրանի դեսպանը Հայաստանում իր վերջերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ եւ նույն բաներն է ասել եւ ադրբեջանական կողմը նույնիսկ դրան է անդրադարձել այսինքն իրանական կողմի մոտ առերես կա կասկած ես կարծում կա ներքին համոզմունք եւ իրանք փաստագրված դա ունեն որ ադրբեջանական կողմը որպես Իսրայելի իրական դաշնակից
մասնակցել այդ պատերազմին առնվազն իր տարածքը տրամադրելով։ Հիմա լարվածության մասով ել եմ կրկնում այսօր Իրանը ոչ այդքան բարվոք վիճակում է, հա, իր ռեսուրսային իմաստով եւ աշխարհաքաղաքական ունեցած կորուստների իմաստով, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում իրենք այսինքն չեն մոռանալու եւ դրան անդրադառնալու են հարմար պահի։ Եվ դա բնական մեր նորից մեր համար Իրանը հերթական անգամ ցույց է տալիս իր բնական դաշնակից լինելը։ Տեսեք, նույնիսկ դեսպան Ասուլիսին անդրադառնամ, նա ասում է հետեւյալը, նույնիսկ պատերազմի 12 օրյա այդ պատերազմի, որը ի վերջո Թրամփը անվանեց պատերազմ, 12 օրյա պատերազմ, հիմա դա միջազգայինորեն տենց է հնչելու, ամենք էլ դա տենց անվանենք, 12 օրյա պատերազմի ընթացքում, ոնց որ Իրանի դեսպանը Հայաստանում ասեց, իրենք եւ ոչ մի պահ չեն մոռացել Հայաստանի մասին եւ իրենց բոլոր դիրքորոշումները, այդ թվում համագործակցության այն ոլորտները, որոնք առկա են, իրանք պահպանել են եւ հետամուտ են եղել։ Այսինքն Իրանը վերահաստատում է իր հանձնառումը Հայաստանին աջակցելու խնդիրների պարագայում։ Հիմա գանք պատերազմին։ Իրան-Իսրայել, Իրան-ԱՄՆ։ Տեսեք, մենք դրա մասին էլի դրան նորից անդրադարձել ենք, որ ի վերջո ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը ծանր հարված հասցրեց Իրանի որոշակի ռազմավարական օբյեկտների։ Խոսքը չի գնում միայն միջուկային օբյեկտներին վերաբերյալ, որին հարված ի վերջո հասցրեց ԱՄՆ-ն, այլ խոսքը գնում է ենթանք բալիստիկ հրթիռների արտադրական միավորների վրա, բալիստիկ հրթիռների պահուստների վրա, Իրանի բալիստիկ հրթիռների պահուստների վրա, խոսքը գնում է ենթակառուցվածքների վրա, եւ ռազմական եւ գիտական, խոսքը գնում է, եթե հավատանք Իսրայելի տվյալներին, նրանց ասելով, իրանք 30-ից ավել, առնվազն տասնյակներ Իրանի ռազմաքաղաքական, հիմնականում ռազմական վերնախավի առաջնորդների են սպանել։ Խոսքը գնում է գիտական ներուժի վերաբերյալ, որ 6-7, չգիտեմ, կարևորագույն այդ միջուկային գիտնականներն են սպանել իսրայելցիք։ Բայց դրանով հանդերձ այնուամենայնիվ բանի կշռի տարբերությունը սկսեց դեր խաղալ։ Այսինքն Իրանը մեծ երկիր է եւ ռեսուրսների ներուժի տեսակետից նա համեմատելի չի Իսրայելի հետ։ Մենակ բնակչությունը որնենք 10 անգամ փաստացի ավելի մեծ է Իրանի բնակչությունը Իսրայելի տարածքի մասին էլ չխոսեմ։ Այսինքն եթե դա երկարաժամկետ պատերազմ լիներ, Իսրայելը սկսում էր ռեսուրսի խնդիր ունենալ։ Ենթանք հայտնի երկաթյա բանը կտուրը այսպես կոչված Իսրայելի, որը պաշտպանում էր նրան հակաօդային որպես գործիք, սկսել էր քայքայվել, այսինքն բավականաչափ լուրջ կորուստներ տեղ ունեցավ Իսրայելը։ Եվ եթե եւ սկսվեց արդեն Իրանի հարձակումը իսրայելյան քաղաքների վրա, Թել Ավիվ եւ այլն, արդեն շատ ավելի ազդեցիկ էր եւ շատ ավելի բանանող, ոչնչացնող, հա։ Եվ Ամերիկայի անմիջական ներգրավումը, որով նա հարվածներ հասցրեց միջուկային այդ ռեակտորներին եւ այդ օբյեկտներին, կարևոր էր եւ Ամերիկան փորձեց դրանով պատերազմը ավարտել, այսինքն ավարտել, բերել զինադադար, հետո փորձել բերել արդեն խաղաղության պայմանավորվածության։ Եվ այստեղ չի կարելի ասել, որ որևէ մի կողմը բացարձակ իմաստով հաղթել է։ Որոշակի հավասարակշռում կա։ Իրանի կորուստները կարող է ռազմավարական տեսակետից ավելի մեծ են, բայց նաև Իրանի ռեսուրսն է մեծ եւ Իրանը հնարավորություն ունի ոչ կարճ ժամանակում իհարկե որոշակի վերականգնում իրականացնել։ Այստեղ հիմնական խնդիրը որ կար, ես դրա մասին խոսել եմ, դա Իրանի կրոնապետության, այսինքն ռեժիմի էության վերաբերյալը։ Իսրայելյան եւ թուրքական պետական համակարգերը իրենք իմ կարծիքով արդյունավետ են ավելի, ինչի, որովհետև երկուսն էլ հենված են ազգայնական եւ դավանանքի հոգեվորի, այլ բառերով ասած, համադրման վրա։
Այսինքն ազգայնականը դա ապահովում է աշխարհիկ մասը, պետական մասը, հոգևորը դա ապահովում է կրոնական մասը եւ դրանք համադրված են եւ այդ պետությունները եւ Իսրայելն էլ եւ Թուրքիան էլ փաստացի ցույց տվեցին վերջի մի քանի տարվա ընթացքում, որ ուղիղ կրոնապետությանը իրանք մեծ կորուստներ պատճառեցին։ Հեզբոլլահը չմասնակցեց այս պատերազմին։ Համասը չմասնակցեց այս պատերազմին։ Հութիները փաստացի չմասնակցեցին այս պատերազմին։ Իրաքի շիաները փաստացի չմասնակցեցին այս պատերազմին։ Սիրիայի մասին այլևս չեմ խոսում, Սիրիան կորցրել է Իրանը։ Այսինքն իրանական համակարգ պետական կարծում եմ եւ իրենք ինքները դրա մասին խոսում են որոշակի բարեփոխման կամ փոփոխության այդ իրենց որոշելիքն է բնականաբար անհրաժեշտություն ունի։ Այնտեղ ազգայնական մասը իմ կարծիքով եւ դավանաբանական հոգեոր մասը պետք է որոշակիորեն հավասարակշռվի։ Բայց դա իրենց որոշելիքն է, բայց փաստը այն է, որ Իսրայել եւ Թուրքիա այսօր շատ ավելի արդյունավետ են ոչ միայն Իրանի դեմ պայքարում, որտեղ Թուրքիան էլ է Իրանի դեմ պայքարում, պատերազմում, այլ ընդհանուր առմամբ տարածաշրջանում։ Հիմա Թրամպը, քանի որ ինքը Նոբելյան մրցանակին նաեւ հավակնություններ ունի, ինքը պատերազմի մասնակցեց Ամերիկայի ներգրավում իրականացրեց պատերազմին, բայց նաեւ բան արեց, միջամտեց եւ պարտադրեց որոշակիորեն, որ արագ բան լինի, զինադադար լինի։ Հիմա տեսեք, այստեղ շատ կարևոր բան կա։ Թրամպը հայտարարում է, որ հաղթանակ է եղել։ Ամերիկյան կողմը հաղթել է, իսրայելյան կողմը հաղթել է, իրանական կողմը պարտվել է, բայց իրանք մեծահոգի էին ամերիկացիք եւ թույլ չտվեցին Իրանի վերջնական ոչնչացումը եւ Իրանի ռեժիմի վերջնական ոչնչացումը։ Սա Թրամպի ուղիղ խոսքերն են, որ երբ ուզենանք այս այաթոլլահին Խամենեին խփեինք։ Տեղն է գիտենք, ձևն է գիտենք, թե ոնց կարանք իրան սպանել։ Բայց մեծահոգաբար ես դա թույլ չտվեցի։ Ինքը Թրամպը, մեծահոգի Թրամպը։ Հիմա եւ այդ հաղթանակ եւ եղավ իր համար անսպասելի, որովհետեւ ասենց ասեմ, հաճախ ամերիկյան այդ վերնախավը դիմադրում է նրան, որ այդ միջուկային օբյեկտները լրիվ չեն ոչնչացրել կամ մասնակի են ոչնչացրել կամ քիչ վնաս են տվել։ Տարբեր լուրեր շրջանում Թրամպը դրանից գազազում է, որովհետև դա իր հաղթանակի այդ բանի հնչեղությունը նվազեցնում է էապես։ Եվ հանկարծ Խամենեին, որ չէր խոսում այաթոլլան Իրանի, առաջնորդը Իրանի, մեկ էլ խոսում է եւ ասում է, որ մենք ենք հաղթել։ Իրանն է հաղթել։ Եվ հաղթել է ոչ միայն Իսրայելին, այլ հաղթել է նաեւ Ամերիկային։ Պատկերացնում եք Թրամպի այդ ինքնասիրության, այդ բարձրակոչ հայտարարությունների համատեքստում այդ ինչ հարված էր եւ 3 4 օրը կարևոր չի իր հերթական գրառում արեց Թրամպը, որ ես քեզ խղճացի, ես քեզ չսպանեցի, ավելին ես ես մի քանի օր դիտարկում եմ թե ոնց Իրանի վրայից հանեմ այն սանկցիաները, հիմնականում դա էներգետիկ ոլորտին էր վերաբերվում, որ Իրանը սկսի նորից ծաղկել, բարգավաճել, շնչել եւ այլն։ Իսկ դու տենց սուտ հայտարարություն, դե որը տենց է, ես ոչ միայն կթողնեմ սանկցիաները, այլ ավելի խիստ ես կմոտենամ եւ այլն, այսինքն սպառնալիքների մի հատ շարան։ Հիմա հաշվի առնելով ոչ կայուն այդ բանը հոգեվիճակները տարբեր այդ թվում Թրամպի դժվար է ասել, այս զինադադարը ինչքան կտևի։ Ես հույս ունեմ, որովհետև ամբողջ աշխարհը փորձում է այնպես անել, որ այս բանը, բախումը, պատերազմը այսքանով այս պահին գոնե ավարտվի եւ ավելի տարածաշրջանի համար ավելի կանխատեսելի իրավիճակ լինի։ Բայց նորից հաշվի առնելով Իրանի քաղաքակրթական նաեւ զորությունը հազարամյակների գերտերություն լինելու զորությունը եւ իմաստությունը այդքան հեշտ չի Իրանի նման երկիրը ոչնչացնել առավել եւս առանց ցամաքային գործողության միայն օդային գործողություններ դա ընդհանրապես հնարավոր չի իսկ ցամաքային գործողություն Իրանում դա Իսրայելը մենակ բավարար չի իսկ Ամերիկան հենց մտավ ցամաքային գործողության դա շատ մեծ անորոշություն անուն ԱՄՆ-ի համար այդ թվում Թրամպի իշխանության համար այնպես որ ես հույս ունեմ որ այդ հակասություններով հանդերձ այնուամենայնիվ այս գոնե զինադադարը ավելի երկար կտևի եւ մենք
տվյալ դեպքում արդեն Հայաստանի շահից եմ ասում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, եւ մենք հնարավորություն կունենանք մեր բնական դաշնակից եւ բարեկամ Իրանի այդ հավասարակշռման դաշտում գործողություններից օգտվել։ Դե ինչ կհետևենք զարգացումներին, կհանդիպենք մյուս շաբաթ, շնորհակալություն հետաքրքիր վերլուծությունների համար, ցելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, հիշեցնում եմ, որ դուք մեր ուղիղ եթերները կարող եք դիտել մեր Patreon-ով եւ սրանով ավարտում եմ մեր հաղորդումը։ Մինչև նոր հանդիպում։